Բարի կեսօր մեզ նոր միացած հեռուստադիտողներին, շարունակելով արվեստի շուրջ զրույցներ, այժմ ներկայացնեմ հաջորդ թեման։ Նոյեմբերի 19-ին մեկնարկեց արվեստով մի եղեն Երվանդ եւ Մելինե Քոչարներ ցուցահանդեսը։ Մեր տաղավարում է Գևորգ Գրիգորյանի Ջոտոյի արվեստանոցի թանգարանի ղեկավար, ցուցահանդեսի համադրող Արփինե Սարիբեկյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Նախ պատմեք, ինչպես է սկսվել ձեր շաբաթ առավոտը։ Շատ լավ, իհարկե մեզ մոտ շաբաթ օրը աշխատանքային է, բայց շատ լավ է սկսվել։ Բայց սուրճը ամեն դեպքում չենք մոռանում։ Անպայման։ Հատկապես, որ այս օրերին արդեն օրեր առաջ մեկնարկեց ցուցահանդեսը, վստահաբար շատ ակտիվ բուրըն ընթացք եք ունեցել եւ այժմ է շարունակում եք ունենալ, որովհետեւ ցուցահանդեսը 6 ամիս լինելու է բացված եւ մարդիկ կարող են գալ, այցելել ու տեսնել ցուցահանդեսը։ Եկեք սկսենք ամենասկզբից։ Գիտեմ, որ ցուցահանդեսը արվեստագետ զույգերի ներկայացնող երկրորդ նախագիծն էր, մինչ այդ ունեցել եք մեկ այլ նախագիծ։ Այս անգամ ընտրել եք Երվանդ եւ Մելինե Քոչարներին։ Եկեք պատմենք, ինչպես եք ընտրում առհասարակ ձեր հերոսներին եւ ինչպես է անցել արդեն նոյեմբերի 19-ի մեկնարկը։ Այո, սիրով։ Ինչպես նշեցիք, արվեստով մի եղեն նախագիծը հայկական կերպարվեստում արվեստագետ զույգերի ներկայացնող ցուցահանդեսների շարք է եւ այդ շարքի առաջին ցուցահանդեսը նվիրված էր Զաբել եւ Տիգրան Եսայաններին, որն ի դեպ համընկավ Գևորգ Գրիգորյանի Ջոտոյի արվեստանոց թանգարանի վերաբացման հետ, իսկ հաջորդ շարքը արդեն նվիրված է Երվանդ եւ Մելինե Քոչարներին։ Առհասարակ մենք ուղղակի ուսումնասիրում ենք հայկական կերպարվեստում արվեստագետ զույգերին եւ կազմում ենք արդեն ցանկ, ըստ որի պարբերաբար պետք է անենք ցուցահանդեսներ նվիրված այդ զույգերին։ Երվանդ եւ Մելինե Քոչարները ամեն դեպքում շատ այսպես խորհրդանշական նշանակություն ունեն Ջոտոյի արվեստանոցի թանգարանի համար, որովհետեւ ես գիտեմ, որ այստեղ մի հետաքրքիր պատմություն կա կապված Ջոտոյի անվան հետ։ Պատմեք։ Այո, ինչպես նշեցիք, շատ խորհրդանշական է եւ Քոչարը եւ Ջոտոն եղել են ընկերներ։ Գևորգ Գրիգորյանը Ջոտոն ծնվել է Թիֆլիսում, ինչպես եւ Երվանդ Քոչարը, եւ նրանք միևնույն դպրոցն են հաճախել։ Կովկասյան ընկերության, նկարչության եւ քանդակագործության դպրոցը Թիֆլիսում, եւ հենց Գևորգ Գրիգորյանին Երվանդ Քոչարն է կնքել Ջոտո կեղծանունով։ Ինչ է նշանակում Ջոտո։ Ջոտո դի Բոնդոն է նախավերածննդյան շրջանի մեծ արվեստագետ է եւ Երվանդ Քոչարը նմանացնելով Գևորգ Գրիգորյանի կերպարը կամ գուցե Գևորգ Գրիգորյանի նկարած Հիսուսի կերպարը, այդպես տարբեր վարկածներ կան, իրեն այսպես կես կատակ, կես լուրջ կանչել է Ջոտո եւ մեր Գևորգ Գրիգորյանը որոշել է, որ հենց այդ կեղծանունն էլ պետք է վերցնի եւ համենայն դեպս ազգային պատկերասրահի հավաքածուում արդեն 1919 թվականից մենք ունենք ստորագրած Գևորգ Գրիգորյանի աշխատանքները Ջոտո։ Հրաշալի է։ Նաև դեռ ցուցահանդեսից խոսենք, հետո կվերադառնանք իհարկե թանգարանի հետ կապված հարցերին։ Ինչ աշխատանքներ եք ներկայացրել ցուցահանդեսում Երվանդ եւ Մելինե Քոչարներից։ Այո, շատ հետաքրքիր նախապատրաստական փուլ ենք անցել մինչև ցուցահանդեսի բացումը։ Առհասարակ բոլոր մեր ցուցահանդեսները հետազոտական ուսումնասիրության մեծ փուլ են անցնում, նոր ներկայացնում ենք հանրությանը եւ Երվանդ եւ Մելինե Քոչարների հեռուստադիտողներն այս պահին տեսնում են ցուցահանդեսից փոքրիկ կադրեր։ Այո, սա Մելինեի լուսանկարն է։ Մելինե Օհանյանի, որը հետագայում իհարկե վերցրեց Քոչար անունը որպես արվեստագետ արդեն։ Առհասարակ Մելինե Օհանյանը հիմնականում շատ անծանոթ է լայն հասարակությանը, հիմնականում նեղ արվեստաբանական շրջանակներում է հայտնի եւ մեծ մասամբ հայտնի է որպես Երվանդ Քոչարի երկրորդ կին, բայց որպես արդեն ֆրանսահայ արվեստագետ, ով ապրել եւ ստեղծագործել է Փարիզում, ինքը հայտնի չէ եւ սա եւս մեկ առիթ էր նախ ներկայացնելու Մելինե Քոչարին որպես հայ արվեստագետ ֆրանսահայ եւ նաեւ արդեն որպես արվեստով մի եղեն զույգ Երվանդ Քոչարի հետ։ Երվանդ Քոչարը եւ Մելինե Քոչարը ամուսնացել են 1930 թվականին։ Մելինեն Երվանդ Քոչարի երկրորդ կինն է, առաջի կինը եւ երեխան դժբախտաբար մահացել են Փարիզում։ Եվ նրանք իհարկե շատ կարճ կյանք են համատեղ ունեցել միասին 6 տարի, բայց իհարկե այդ 6 տարիներն էլ բավական էին, որպեսզի Մելինեն տարվեր Քոչարի արվեստով եւ իհարկե շատ դրամատիկ պատմություն է նրանց պատմությունը, երբ 1936 թվականին Երվանդ Քոչարը շատ անհասկանալի, որտեղ հստակ չգիտենք պատճառը, որոշում է կայացնում գալ Թիֆլիս կամ Հայաստան, որովհետև ինչ-որ միտեղ նշված է, որ կարոտել էր քրոջն ու մորը եւ նա գալիս է Հայաստան եւ արդեն 1937 թվականին գիտեք արդեն սկսվում է ստալինյան բռնաճնշումները, երկաթյա վարակույր եւ այլևս զույգը
չի կարողանում հանդիպել եւ սա լինում է Մելինեի կյանքի մեծագույն դրաման։ Իհարկե ամբողջ կյանքում Մելինե Քոչարը ուղիներ է փնտրում, որպեսզի կարողանա Քոչարին վերադարձնել Փարիզ, սակայն ապարդյուն եւ այդ արդեն հետագայում ինքը ուժասպառ եւ շատ հուսահատ վերջ է տալիս իր կյանքին եւ սա իսկապես շատ հայկական կերպարվեստի կարող եմ ասել ամենադրամատիկ երևի պատմություններից մեկն է։ Մելինեն 1936 թվականից հետո շարունակում է իհարկե ստեղծագործել եւ տարբեր, ինչպես ասացի, պատերվակներով փորձում է Քոչարին բերել Փարիզ, նախ տարբեր դիմումներ են գրում խորհրդային իշխանությանը, որպեսզի թույլ տան Քոչարին ներկայացնել իր խորհրդային շրջանի գործերը Փարիզում, սակայն ելի այդ նախագիծ ձախողվում չի հաջողվում այդ պատերվակով Քոչարին բերել, այնուհետև 1955 թվականին Մելինեն մեծ հայտնի արվեստագետների հետ, որոնք Քոչարի ընկերներն էին, ստորագրահավաք է կազմակերպում եւ ելի ուղարկում խորհրդային Հայաստան, որպեսզի թույլ տան Քոչարին գալ Փարիզ, այդ նախագիծը եւս ձախողվում է եւ արդեն հուսահատ Մելինեն խնդիրը որ թույլ չէին տալիս։ Դե արդեն այդպիսի կարգեր էին խորհրդային միությունում, որ Քոչարը արդեն չէր կարող վերադառնալ, որտեղ երկաթյա վարակույր էր եւ ինքը այստեղ Քոչարը խորհրդային Հայաստանում հալածվում էր եւ ինքը չէր կարող պարզապես մեկնել արտասահման եւ առհասարակ Քոչարը արդեն երբեք չի մեկնել արտասահման, մնացել է միայն Հայաստանում։ Հետաքրքիր է, որ այս ուսումնասիրությունների ընթացքում վստահաբար նաև ձեզ համար նոր բացահայտումներ եք արել արվեստագետների մասին, որը մինչ այդ գուցե չգիտեի կամ շատ խորը միտեղ պահված էր եւ այդ ուսումնասիրությունների ընթացքում են բացահայտվել։ Եթե կան այդպիսի, կարող եք նաև դա ներկայացնել, հետաքրքիր կլինի լսել այդ պատմությունները։ Անշուշտ։ Նախ պետք է ասեմ, որ ցուցահանդեսի համադրողը նաև հայկական գեղանկարչության բաժնի վարիչ արվեստաբան Հայկուհի Սահակյանն է։ Մենք երկու արվեստաբաններով ենք լծվել այս մեծ նախագծին, որ իսկապես մեծ է, որտեղ շատ են արվեստագետ զույգերը։ Նախ ասեմ, որ Մելինեի աշխատանքները Հայաստանի ազգային պատկերասրահում երկուսն են, որը 1964 թվականին նկարչուհին Աուքսի միջոցով նվիրել է այն ժամանակ պետական պատկերասրահին, այսինքն պետական թանգարանում ունենք երկու աշխատանք Մելինե Քոչարից, որը բնականաբար չէր կարող երկու աշխատանքով ցուցահանդես լինել, բայց մենք գտանք մի կոլեկցիոների հավաքորդի Տիկին Սեդամավյանին, ով տարիներ շարունակ հավաքել էր Մելինե Քոչարի աշխատանքները, որը իսկապես բացառիկ երևույթ էր, 20-ից ավել աշխատանք նա ուներ Մելինե Քոչարից եւ մեծ սիրով տրամադրեց մեզ այդ աշխատանքները, որպեսզի ամիսներ շարունակ ցուցադրվեն մեր թանգարանում եւ այսպիսով ինքը ապահովեց նաեւ, որ այցելուները կարողանան բազմակողմանի եւ համապարփակ պատկերացում կազմեն Մելինե Քոչարի արվեստի մասին։ Եվ նաեւ Տիկին Մավյանը ոչ միայն Մելինե Քոչարի նկարներ էր հավաքագրում, այլ նաև ուսումնասիրել է նրա կենսագրությունը, քանի որ ինքը ֆրանսահայ է, Ֆրանսիայում Փարիզում ուսումնասիրել է Մելինեի արխիվները տարբեր եւ ինչ որ ինքը պարզել է Մելինե Օհանյանի Մելինե Քոչարի շուրջ սիրով տրամադրել է մեզ։ Մենք շատ քիչ տվյալներ ունենք Մելինե Քոչարի մասին, հիմնականում որ եղել է Երվանդ Քոչարի կինը եւ մի գրքում Վիգենի Սահակյանի Փարիզ Քոչար, այնտեղ կան պատմություններ Մելինե Քոչարի եւ Քոչարի կյանքից, Մելինե Քոչարի քրոջ մասին, քանի որ Վիգենի Սահակյանը անձամբ ծանոթ է եղել եւ օրինակ Տիկին Մավյանը պարզել է, որ Քոչարի եւ Մելինեի ամուսնության վկան եղել է Վիգենի Սահակյանի մայրը, Ավետիքի Սահակյանի կինը եւ շատ հետաքրքիր շատ պատմություն է եւ այսպես մենք կարելի ասել փոքրիկ փշուրներից հավաքել ենք այս ցուցահանդեսը եւ ինֆորմացիան առհասարակ Մելինեի մասին։ Իսկ ո՞րն է եղել այն շարժառիթը, որ Տիկին Սեդան այդքան ուսումնասիրել, հավաքագրել է այդ բոլոր աշխատանքները, պատմություններն է փորձել բացահայտել եւ հետո նաեւ ձեզ է փոխանցել։ Հետաքրքիր հարց է, ես ճիշտ ասած ես եմ այդ հարցի շուրջ մտորել եւ պարզապես երբ իր հետ զրուցում ես հասկանում ես, որ ինքը իսկապես շատ տարվել է պարզապես Մելինեի արվեստով եւ ինչ որ առումով նաեւ դաժան ճակատագրով եւ կարծես իր պարտն է համարել գոնե այդ դաժան փորձություններից հետո փրկել Մելինեի ժառանգությունը։ Իսկ Մելինեն 1969 թվականին է կյանքից հեռացել եւ իր մահից հետո իր ժառանգությունը ստեղծագործական խնամքով պահել է իր մայրը, որը ծնունդով Կոստանդնուպոլիսից էր, բայց բնականաբար ապրել են Ֆրանսիայում եւ Մելինեն ծնվել է հենց Ֆրանսիայում 1909 թվականին Մունրուժ քաղաքում եւ արդեն մոր մահից հետո Մելինեի ժառանգությունը
հանվում է աճուրդի եւ երկու խոշոր աճուրդներ են լինում 70-ական թվականներին եւ 1980-ական թվականներին, որտեղ վաճառվում է Մելինե Քոչարի մեծաքանակ աշխատանքներ եւ Տիկին Մավյանը նաեւ ուներ այդ աճուրդային կատալոգները, որոնք էլի բավականին ինֆորմացիա են տալիս, թե ինչ գործեր է արել Մելինեն, որ թվականին առաջի անգամ դուրս եկել նրա գործերը աճուրդի եւ այլն։ Հետաքրքիր է, երբ դուք զուգահեռ անցկացնում եք Մելինեի եւ Երվանդ Քոչարների ստեղծագործությունները, արդյոք նմանություն գտնում եք, արդյոք օրինակ կինն է փորձել ոգեշնչվել ամուսնուց կամ գուցե հակառակը։ Տեսեք, բնականաբար երբ Մելինեն Երվանդ Քոչարին է հանդիպել, արդեն Երվանդ Քոչարը կայացած արվեստագետ էր Ֆրանսիայում, ով արդեն իր տեղն ուներ այդ դարաշրջանի ֆրանսիական արվեստում եւ եթե մնար վստահ ենք որ նա ուղղակի մեծ ճանաչում եւ հռչակ կունենար Ֆրանսիայում եւ առասարակ համաշխարհային արվեստի պատմության մեջ եւ իհարկե Մելինե Քոչարը մասնագիտական կրթություն որպես այդպեսին չի ստացել կան վարկածներ որ ինքը եղել է ավանգարդիստ նկարիչ Ֆերնան Լեժեի աշակերտուհին, այսինքն արվեստանոցում դասեր է վերցրել եւ դրա մասին փաստում է նաեւ այն, որ նա մասնակցել է Լեժեի արվեստանոցը, այդպիսի ցուցահանդես է եղել 1947 թվականին Ժան Բուշե ցուցասրահում, Մելինեն մասնակցել է այդ ցուցահանդեսին, բայց իհարկե Երվանդ Քոչարի հետ ապրել է եղել է մեծ դպրոց Մելինեի համար եւ այո, ստեղծագործական բնական փուլում նկատվում են Քոչարին նմանակելու փորձեր, բայց իհարկե Մելինեն ունի իր յուրահատուկ ձեռագիրը, կանացի, շատ նուրբ, մի քիչ մոտ նաիվ արվեստին։ Իսկ որ ժամանակաշրջանի ստեղծագործություններն եք փորձել ներկայացնել ցուցահանդեսի եւ Երվանդ Քոչարի եւ գուցե Մելինե Քոչարին, եթե կային ընտրություններ իհարկե։ Քանի որ ցուցահանդես արվեստով միեղեն է, մենք ներկայացրել ենք բնականաբար Երվանդ Քոչարի աշխատանքները եւս, բայց Փարիզյան շրջանի աշխատանքները, որտեղ իրենք միեղեն են եղել այդ քաղաքում, եւ ցուցահանդեսը պարզապես շատ թերի կլիներ, եթե մենք չունենայինք մի շատ կարեւոր աշխատանք, շատ կարեւոր ստեղծագործություն, որը մեզ սիրով տրամադրեց Երվանդ Քոչարի որդին Ռուբեն Քոչարը, դա Քոչարի ստեղծած Մելինեի դիմանկարն էր։ Այսինքն տեսեք, մենք գիտենք, որ նրանք ապրել են միասին, սիրել են իրար, հետո բաժանվել են, բայց երբ որ դու արդեն տեսնում ես, թե ինչպես է պատկերել Երվանդ Քոչարը Մելինեին, դա լրիվ փոխում է արդեն քո մոտեցումը եւ զույգի նկատմամբ եւ առասարակ ցուցահանդեսի հայեցակարգի Եվ մենք երկար ենք մտնում աշխատանք, որտեղ Քոչարը պատկերել է Մելինեին եւ շատ սիրով տրամադրեց Ռուբեն Քոչարը, որն ի դեպ այդ աշխատանքը առաջին անգամ է ցուցադրվում առասարակ թանգարաններում եւ բնական առաջին անգամ փաստորեն էքսկլյուզիվ հնարավորությունը մերն է եւ իսկապես արժի գալ տեսնել այդ ցուցահանդեսը եւ հատկապես Մելինեի ստեղծագործությունը այդ կոնցեպտով ենք մոտեցել եւ հենց այդ Մելինեի դիմանկարի շուրջ արդեն կառուցվել է մեր ցուցահանդեսը եւ իհարկե ունեինք մեկ նամակ Մելինեի գրած Երվանդ Քոչարին եւ նաեւ այդ նամակն ենք ներկայացնում։ Ինչ էր բովանդակությունը։ Շատ հուզիչ նամակ է, երբ Քոչարը նոր է վերադարձել Թիֆլիս, Մելինեն գուցե հարցակի ինչու Մելինեն չի եկել Քոչարի հետ, տարբեր էլի վարկածներ կան, այստեղ ոչ մի հստակ ինֆորմացիա մենք չունենք, բայց որոշ վարկածներով Մելինեն վատառողջ է եղել եւ պետք է հետո միանար Քոչարին, սակայն հետո արդեն ամեն ինչ փոխվել է եւ չի կարողացել գալ, քանի որ նամակում ինքը եւս նշում է, ասում է, որ Մայրիկն ասում է, այդպես էլ գրում է, որ Քոչարը գնաց եւ իր երջանկությունը տարավ մեզ հետ, շատ հուզիչ տողեր են եւ նաեւ ասում է քեզ եմ ուղարկում մի փաստաթուղթ, որ պետք է ստորագրես անձնագրիս համար։ Հետեւաբար պարզ է, որ Մելինեն փորձում էր անպայման գնալ եւ այդ նամակում թերևս ինքը չգիտեր, որ այլևս չի տեսնելու Քոչարին եւ իհարկե այնպիսի բարերով է նկարագրում Քոչարին հանճար եւ շատ քնքշանքով, որ հասկանում ես, որ ինչքան է նա գնահատել որպես արվեստագետ նաեւ Երվանդ Քոչարին։ Անդրադառնալով նաև Գևորգ Գրիգորյանի Ջոտոյի արվեստանոցին, եկեք նաև մի փոքր խոսենք թանգարանի գործունեությունից որպես ղեկավար եւ որ ինչ աշխատանքներ եք այնտեղ իրականացնում, գիտեմ, որ վերջին շրջանում վերանորոգման աշխատանքների մեջ էիք։ Այո, 2 տարի առաջ վերանորոգեցինք թանգարանը եւ բոլորովին նոր հայեցակարգով կոնցեպտով ներկայացրեցինք հանրությանը։ Թանգարանը հիմնադրել է նկարչի կինը Դիանա Ուկլեբան, ազգությամբ վրացուհի, Գևորգ Գրիգորյանի Ջոտոյի մահից 1 տարի անց ինքը արվեստանոցին տվել է թանգարանի կարգավիճակ 77 թվականին։ Այնուհետև տարիների ընթացքում նա
հատկացրել է թանգարանին երկրորդ հարկ եւ բավականին արդեն մեծ ընդարձակ սրահներ են մեզ տրամադրել եւ այդ ժամանակ արդեն 80-ականներին դարձել է Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ մեր թանգարանը։ Եվ ինչպես տեսնում եք, արվեստով միեղեն են նաեւ Գևորգ Գրիգորյանը Ջոտոն եւ Դիանա Օկլեբան։ Հենց այստեղից էլ մենք որոշեցինք հենց մեր թանգարանում ներկայացնել այդ զույգերին, ելնելով նրանից, որ Գևորգ Գրիգորյանն ու Դիանա Օկլեբան եւս արվեստագետ զույգեր էին։ Դիանա Օկլեբան իհարկե Գևորգ Գրիգորյանի կյանքի օրոք չի նկարել։ Նա էլ իսկապես համարում էր Ջոտոին հանճար եւ ամեն ինչ անում էր, որ ամուսինը կարողանա ստեղծագործել, քանի որ շատ դաժան պայմաններում է ապրել զույգը, նյութապես շատ ծանր պայմաններում, Թիֆլիսում են ապրել մինչեւ 1962 թվականը։ Դրա համար Դիանան իր ուսերին է վերցրել այդ ողջ ծանրությունը եւ արդեն երբ Ջոտոն կյանքից հեռացել է, նոր Դիանան, որը Թիֆլիսի Գեղարվեստի ակադեմիայի ուսանող է եղել, արդեն նոր վերցնում է վրցին եւ առաջին նկարը, որ նկարում է ամուսնուն սիրելի, կոչվում է Վերջին հայացք։ Եվ մեր թանգարանում իդեպ մի փոքրիկ սրահ ունենք, որը նվիրել ենք Դիանա Օկլեբային, այնտեղ գրադարանային հատված կա եւ ներկայացված են Դիանա Օկլեբայի փոքրաթիվ իհարկե շատ չունենք Դիանայի աշխատանքներից, մի քանի աշխատանքներ եւ նաեւ ասեմ, որ Դիանան եղել է բանաստեղծուհի եւ եւս շատ հետաքրքիր բանաստեղծություններ է գրել եւ նվիրել իր ամուսնուն եւ տարբեր թեմաներով։ Ուզիչ պատմություններ ենք այսօր լսում եւ Գևորգ Գրիգորյանի եւ փաստորեն արվեստագետ Քոչար ընտանիքի մասին, որն է լինելու այն հաջորդ արվեստագետ զույգը, որի մասին փորձելու եք ցուցահանդես ներկայացնել։ Անկեղծ ասած դեռ վերջնական չենք ընտրել, որովհետև եւս պետք է ուսումնասիրման մեծ փուլ անցնի, որ հասկանանք նյութերը ինչպիսին են։ Ինչ տարբերակներ ունեք, տեխնացուներ։ Ունենք, այո, անպայման ունենք, արվեստով միեղեն ունենք Վավա Խաչատուրյան եւ Սարգիս Խաչատուրյան արվեստագետներին ենք ցանկանում ներկայացնել, էլի շատ հետաքրքիր զույգ են եղել եւ բուրըն կյանքով են ապրել եւ Վավան նույնպես Ամերիկայում է ապրել կյանքի վերջում, բայց դեռ մտածում ենք, հստակ չենք կարող ասել, բայց որ անպայման մյուս տարի եւս լինելու են մեզ մոտ ներկայացվելու են արվեստով միեղեն զույգ, դա հաստատ է։ Իսկ երկար են տևում այդ ուսումնասիրությունների փուլը, շրջանը։ Այո, բավականին երկար, ամիսներ, կարող եմ ասել տարիներ, մի տարի գոնե հաստատ։ Իհարկե, օրինակ Մելինե Քոչարի դեպքում մենք շատ սուղ նյութեր ունեինք եւ եթե չգտնեինք հավաքորդներին եւ իդեպ եւս մեկ հավաքորդ են գտել, ով տրամադրել է Մելինեից եւս 6 աշխատանք, փոքրիկ իր մայրն է գնել Փարիզից, Մորանը եւս Մելինե է եղել եւ ինքն էլ շատ տարված է եղել Մելինեի արվեստով, թերևս թերի կլիներ, էլի, որովհետեւ ինչքան հնարավոր է դու փորձում ես ամբողջական ներկայացնել այդ արվեստագետին, հատկապես Մելինեի պարագայում, չէ՞ որ Երևան Քոչարը բոլորս գիտենք մեր ամենանշանավոր արվեստագետներից է մեր հայկական կերպարվեստի, իսկ Մելինեի անունը մոռացված էր եւ փորձում ես ճիշտ ներկայացնել եւ սա նաեւ հրաշալի առիթ է, որ երիտասարդ արվեստաբանները, հետազոտողները անդրադառնան Մելինեի արվեստին։ Շնորհակալ եմ շատ այսչափ հետաքրքիր բովանդակ զրույցի համար։ Ես նաև ցանկանում եմ հորդորել մեր հեռուստադիտողներին, որ այս 6 ամսվա ընթացքում անպայման այցելեն եւ դիտեն, ուսումնասիրեն ցուցահանդեսը, Երվանդ եւ Մելինե Քոչարների նկարները եւ ծանոթանան իհարկե մեր մեծն արվեստագետների հետ։ Շնորհակալություն հրավերի համար։ Ձեզ եւս։ Սիրելի հեռուստադիտող, այս պահին առաջարկում եմ ամփոփենք մեր այսօրվա եթերը, շնորհակալություն հայտնենք նաև մեր գլխավոր գործընկերոջը Արփինետին մեր եթերն ապահովելու համար, իսկ ձեզ ցանկանանք հաճելի ու խաղաղ հանգստյան օրեր, կհանդիպենք։